Հայր բարի երեկո, ուրեմն ոնց գտնում եմ, ինչքան ինձ թույլ է տալիս ուրեմն անալիզ անել իմ ունեցած ինֆորմացիան, պատերազմը մոտ ժամանակներում, պատերազմի վերսկսումը մոտ ժամանակներում անխուսափելի է։ Դրա շատ ցուցիչներ կան, ուրեմն երևի թե եկել է այն ժամանակը, որ ավելի լայն շրջանակի հետ կիսվեմ, թե ոնց եմ ես մտածում, ինչ ծրագիր ունեմ ու ոնց եմ պատկերացնում այդ պատերազմի հաղթանակի process-ը։ Ուրեմն այն վարքյանից, երբ որ մարտական գործողությունները կվերսկսի, ես գտնում եմ, որ այն հայերը, որոնք չեն ուզում ծունկի գալ Թուրքիա առաջ, չեն ուզում կորցնեն Սյունիքը եւ անպայման են գտնում Արցախի ու Նախիջևանի մինիմում Արցախի եւ Նախիջևանի վերադարձը մայր Հայաստանին, դեօկուպացիան Արցախի եւ Նախիջևանի, պատերազմը սկսելու առաջի վարքյանից, չգիտեմ, ճանկռելով էլ լինի, եղունգներով էլ պետք է հասնել Հայաստանում արկա հեռահար զինատեսակներին, Սկադ եւ Իսկանդերին։ Թող մտածեն Ադրբեջանում, թող մտածի Ադրբեջանի ղեկավարությունը, թող Ալիևը մտածի, թե ինքը ոնց է օրը 50,000 դիակ թաղելու։ Մենք հայրենիքից բացի կորցնելու ոչ մի բան չունենք։ Ու պատերազմի առաջի վարքյանից սկսած, ոնց ոչ թե նենց, որ ծոր ուրեմն եղավ 20 թվականին, որ առաջի վարքյաններից սկսած գառանտիա տվեցին, որ երաշխավորեցին, որ ոչ մի ուրեմն ինֆրաստրուկտուրնի օբյեկտի վրա չեն հարձակում գործելու, հակառակը այն վարքյանից, որ սկսեց, պետք է հանդես գալ, ստեղծվի ինչ որ, չգիտեմ, գեներալների խորհուրդ կամ ինչ որ մի հատ մարմին, որը կարողանա հանդես գալ, իրականացնի ապահովի քաղաքական մասը։ Ռազմական մասը նորից կրկնում եմ, պատերազմի սկսելու առաջի վարքյանից պետք է հասնել, ձգտել ամեն գնով հասնել Հայաստանի հեռահար զենքերին։ Մի մոռացեք, որ այդտեղ ծառայություն են իրականացնում մեր նման ազնիվ հայեր։ Իրանց մի բանապակասում հրամանը։ Մենք մի քանի ժամում, մի քանի գրատկայանի միջոցով Նախիջևանը կվերածենք ավիրակի։ Դրան գումարած կա Եվլախ, դրան գումարած կա Մինգեչաուր, դրան գումարած կա Բաքու քաղաքը, եւ շատ նման բաներ։ Թող իրանք մտածեն։ Մինգեչաուրից Վրաստանի լեռներ 12 կիլոմետր է հեռավորությունը։ Մինգեչաուրից վերև կա Շամխոր։ Դրանք շատ հեշտ իրականացվող բաներ են։ Թող Ադրբեջանում մտածեն օրը 100,000 թաղում ոնց են անելու։ Մեզ էլ թող չփորձեն ատոմակայանով սպառնան։ Շատ կսպառնան, ջրերը կբացենք, կլցնենք Արաքսը, թող իրանք մտածեն, հետո ինչա կատարվելու իրանց հետ։ Մեզ ոչ մի բան չկա կորցնելու, մենք ոչ մի բան չունենք կորցնելու։ Ինչ պիտի կորցնենք։ Այն ինչ որ պիտի կորցնենք, կորցրել ենք, այն ինչ էլ մնացել է, դա էլ են ուզում տանեն։ Կամ համաձայնվելու ենք, համակերպվելու ենք դրա հետ, կամ չենք համաձայնվելու։ Այսինքն կարա կեսը համաձայնվի, կեսը չհամաձայնվի։ Նորից կրկնում եմ, մենք առաջի պատերազմը հաղթել ենք այն ժամանակ, երբ որ սաղ աշխարհը մեր դեմ էր, մենք չունեինք ոչ մի ընկեր, մենք չունեինք ոչ մի դաշնակից, եւ չունեինք բանակ, եւ չունեինք ստրատեգիական զապասներ, եւ չկային միլիարդատեր հայեր, ոնց որ կան հիմա։ Ու չկար լրատվությունը սենց արագ տարածելու հնարավորություն։ Աշխարհում կա 14 միլիոնից ավել հայեր։ Հնդկաստանից մինչև Կալիֆոռնիա ապրում են հայեր, որոնց մեջ ես կասկած չունեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հայերեն գրել կարդալ չգիտեն, բայց Հայաստանի համար պատրաստ են ամեն ինչի։
Որովհետև այն մարդիկ, ովքեր ապրում են Կալիֆոռնիայում ու փողոցային կյանքով են ապրում, մեկը իրանք փողոցում, իրանց առաջին բանը ինչ որ արվում է, ասոցացվում է հայի հետ, իրանց վրա կրակում են նրա համար, որ իրանք հայ են, ու իրանք կրակում են նրա վրա, ում որը կրակում են, քանի որ իրանք հայ են։ Մեզ պետք է առանց կոմպրոմիսի մոտենալ այս հարցին, հայտարարել, որ քուրից, ուրեմն արևմուտք գտնվող ցանկացած անձ համարվում է թիրախ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Մեր համար պետք է գոյություն չունենա քաղաքացիական անձ։ Այն ինչ որ արում են ադրբեջանցիները 90-ական թվականներից սկսած եւ դրանից առաջ էլ Լեռնային Ղարաբաղում հազար դեպքեր ա եղել, հազարավոր դեպքեր ա եղել, հազարավոր սպանություններ հայերի եւ չեն պատժվել։ Ադրբեջանցի ոչ մի ղեկավար չի պատժվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, ինչը բերել է այս հետևանքի։ Հիմա Ադրբեջանը ատամները սրած ուզում է մեզանից Սյունիքը։ Վայոց ձորի հետ միասին։ Վերջում էլ Երևանը կամ չգիտեմ Գյումրին կամ չգիտեմ ինքը ոնց է պատկերացնում։ Բայց գիտեմ այն, ինչ ես եմ պատկերացնում ու վստահ եմ իմ պատկերացումների վրա, համոզված եմ, որ մենք ունենք հնարավորություն բոլորի պլանները քանդելու։ Եվ թող Ադրբեջանը մտածի։ Մենք առաջի վայրկյանից սկսած պետք է ունենանք մի նպատակ, 12 թիրախներ կան Ադրբեջանում, որոնք պետք է ոչնչացվեն առաջի 24 ժամվա ընթացքում, որոնցից մեկը Նախիջևան քաղաքն է։ Ուզում է խաղաղության պայմանագիր կնքեն, ուզում է խաղաղության պայմանագիր չկնքեն, ինչ ուզում է իրանք անեն։ Ուզում է ինքը միակողմ ստորագրի խաղաղության պայմանագիրը, շատ ավելի լավ, թող ինքը ցույց տա, որ մենք ագրեսորներ չէինք, իրականում տենց էլ կա, մենք մեր պահանջը օրինական է, մեր պահանջը իրավական է, ու մենք պատրաստ ենք մեր պահանջը անգամ ուժային լուծման գնալ մեր պահանջների կատարման համար։ Մեկ հայրենիք, մեկ պետություն գաղափարը պետք է դառնա մեր առօրյա օրակարգ։ Ամեն օր դա մեկ պետություն, մեկ ուրեմն հայրենիք գաղափարը պետք է գերիշխի ամենտեղ։ Մանկապարտեզից սկսած մինչև ուրեմն մեռելատուն։ Լավ եղեք առայժմ։ Պետք չի վհատվել, պետք չի ոչ մի բան անել, մեզ էլ թող չխաբեն, որ զենք չկա։ Հայաստանում կա բավարար զենք, որ երկու անգամ Ադրբեջանին բերվի ծնկի։ Ու մենք ունենք հզոր եղբայրներ մեր կողքը, որոնք մեզ մենակ չեն թողելու այս անգամ։ Մեզ օգնելու են, բայց մեր տեղը ոչ մեկ ոչ մի բան չի անելու։ Անկասկած եղեք սրա մեջ։ Թող մտածի ադրբեջանցին, թե ոնց է, թող մտածի Իլհամ Ալիևը, թե ոնց է թաղելու օրը 100,000 մարդ։ Իրանք շշկռվում են, որ մտածում են 2020 թվականի անընդհատ ուրեմն նահանջի հրաման տեսած բանակը միայն Արցախի 25,000-անոց փոքրիկ բանակը, որը 44 օր հիասքանչ դիմադրություն ցույց տվեց, 44 օր, անկոտրուն դիմադրություն, ադրբեջանցիները թող չմոռանան, որ իրանց առաջ բացվեց շատ դռներ, ու իրանք ընդամենը 2800 քառակուսի կիլոմետր տարածքի վրա էին դուրս եկել, որոնցից 400-ը չէր համարվում իրանց տիրապետության տակ, իրանք տեղ բան չունեին։ Կարային իրանք էլ մտնեին, մենք էլ մտնեինք, ու ոչ մի քայլ չի արվել։ Այս անգամ հակառակն է լինելու, այդ որ իրանց Յաշմեն շվվցնելով եկել է, տենց չի լինելու էլ։ Իրանց հրետանին աշխատելա, մերը չի աշխատել, տենց չի լինելու էլ։ Լինելու է նենց, ոնց որ մենք այերս կգտնենք մեր համար ամենաօպտիմալը, պատերազմի գլխավոր իմաստը թշնամուն հասցնել անդառնալի կորուստներ։ Մենք պատրաստ ենք անդառնալի կորուստներ հասցնել քեզ, ազր։ Դուք շշկռել եք, որ բոլոր հայերին չափում եք Նիկոլի Սանդղակով։ Դա ձեր գլխավոր սխալն է։
Դուք առաջի պատերազմի ընթացքում էլ թերացաք ու մտածում էիք, որ հեսա փոքր Հայաստանին, որը զենք չունի, ոչ մի բան չունի, կխեղդենք։ Շատ լավ է, որ հիմա տենց եք մտածում։ Ես շատ ուրախ եմ մեր համար։ Ձեր թերագնահատումը, մեզ թերագնահատելը ձեր համար դառնալու է աղետ։ Ձեր կործանումը սկսելու է այն վայրկյանից, երբ որ դուք փորձեք Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։ Լավ եղեք, մեծ տոկունություն, իհարկե փշոտ է այս ճանապարհը, իհարկե ինքը դառը ճանապարհ է, բայց էս է մեր բաժինը։ Ու մենք միանշանակ պատվով իրականացնելու ենք մեր վրա դրած առաքելությունը։ Թող ոչ ոք սրա մեջ կասկած չունենա։ Թող մտածի Ալիևի տերերը, թող մտածի Նիկոլի տերերը, եթե իրանք հույս ունեն, որ պննձեռքերը բակը բարձրացնի կքաշվի ինչ-որ մի կողմ, վարչապետը կասի դե ինչ անեինք, մենք չկարացանք, թող քացախ իրանց ախոժակին։ Լավ մնացեք։